գոյապայքարի գիծն էր, առաջնագիծը։ Մենք մեր ինքնությունը սկսել ենք չզգալ։ Կորցրեցինք, դե հիմի դե թող գոնե ուժեղ Հայաստան ունենանք։ Բայց հույս ունեինք, որ այդ մեր շտկելը հետագա հաղթանակների համար է։ Ես մտածում էի, որ պատերազմից հետո ավելի շատ ատելու եմ լիքը բաներ, բայց չէ, ավելի շատ եմ սկսել սիրել։ Մեղադրում եմ այն մարդկանց, որոնցից ես ավելին չէի էլ սպասում։ Երբ որ հայրենիքի ընկալումը դառնում է նյութական, դու սկսում ես համեմատել լավ ու վատ խնձորը։ Ես աշխարհին պետքա ապացուցենք, որ մենք չոչնչանալու չափ լավն ենք։ Հենրիկ, ձեր կենսագրականում գրված է Հենրիկ Մարգարյանը ծնվել է Գյումրիում, սովորել բժշկական համալսարանում և որոշել որպես ռազմական բժիշկ ծառայել Արցախում։ Պատերազմի հավանականությունը, որը միշտ օդում կախված էր Արցախում, փաստորեն ձեզ չկանգնեցրեց։ Պատերազմից առաջ տեղափոխվեցի ծառայության։ Այդ ժամանակ պետք է անցնեի ծառայության, այսինքն պարտավորությունը ունեի այդ պարտքը տալու ու որոշեցի, որ պետք է իմ որոշման համաձայն, իմ դիմումով Արցախում իմ ծառայությունը անցնեմ, ինչի որտեղ լիահույս էի, որ հնարավորությունը կունենամ իմ ծառայության տարիների ընթացքում մասնակցելու Շահումյանի Գետաշենի ազատագրությանը։ Իմ ընկերները բոլորը գիտեն, որ այդ իղձով նպատակով եմ գնացել ծառայության Արցախի հյուսիսային հատվածում։ Դե ցավոք իրականություն չի դարձել դեռ։ Ինչու հենց ընտրեցիք եղնիկների զորամասը։ Ինչով էր առանձնահատուկ։ Ուղղակի 7-րդ պաշտպանական շրջանը այն ուղղությունն էր, որ հնարավոր պատերազմական գործողությունների դեպքում այդ ուղղությամբ էր լինելու մեր հարձակումը։ Ուղղակի զուտ բանով տեղագրորեն ուղիղ պրոյեկցիայով Շահումյան Գետաշենի։ Ընդամենը այդ։ Տամեդ ու չեմ փոշմանի նաև այս ելքի պարագայում, որովհետև շատ ֆանտաստիկ հրաշալի տեղ եմ ծառայել։ Իհարկե, մինչև ծառայության գնալը լիարժեք չէի պատկերացնում ոչ այդ բնությունը, ոչ մթնոլորտը, ոչ առանձնահատուկ կարգավիճակը այդ զորամասի այդ պաշտպանական շրջանի եւ անձնակազմի առանձնահատուկ լինելը։ Մինչև ծառայության ամբոստների զորամասը։ Շատ ուժեղ մարդկանց զորամաս էր։ Պատերազմի օրը արթնացա կրակոցներից եւ ուրախացա։ Իսկապես նման զգացողություն ունեիք եւ ինչով էր դա պայմանավորված։ Հա, այդ զգացողությունը կար, վերեժը տենց բանա, հետաքրքիր բանա, չէ, այդ ուշացած հակազդեցությունն է։ Արդեն ուշացել ես ինչ-որ մի դրվագից ու փորձում ես հակազդել նույնը եւ մեր հյուսիսային հայրենիքի հյուսիսային հատվածների մասին է խոսքը, Գետաշեն Շահումյանի, չէ։ Այդ վերեժի զգացումը իմ մեջ կար։ Այդ վերեժի զգացումը երկու բանի է տրտում։ Նախ նախաձեռնողականության, չէ։ Որ քայլ ձեռնարկելու, արդեն ձեռնարկել էի եւ երկրորդը բերում է զգոնության, որ պատշաճ առիթին բաց չթողես պատշաճ հակազդելու հնարավորությունը։ Մի հանգամանքը կար նախաձեռնողականությունը վերեժից եկող, արդեն եղնիկներում էի։ Մտածեցիք, ահա, սկսվեց, ես գնում եմ իմ նպատակի հետևից։ Ճիշտ պահին պատշաճ հակազդելու այդ ցանկությունն էր, այսինքն ինձ թվում էր, թե այդ վերեժի ցանկությունը հագենալու է, բայց ինչ տեղի ունեցավ։ Ավելացավ այդ վերեժի ցանկությունը։ Այս ամեն ինչ կատարվել է, ես կբաժանեի 3 փուլերի, եթե այդ հարցին պատասխանեմ ինչ տեղի ունեցավ։ Մինչ պատերազմը, իհարկե վերլուծում հասկանում էինք, որ ինչ-որ բան այն չի մի քանի տարիների ընթացքում։ Չգիտեմ, քաղաքական բան իմաստով ինչ-որ բան այն չի։ Պատերազմի օրերին իրականում ինչ է տեղի ունեցել։ Այդ օրերին վերլուծելու հնարավորությունը չունեինք։ Այդ օրերին ընդամենը պատերազմում էինք ու ես տեսել եմ, որ բոլորը ովքեր իմ կողքին են եղել, զինվորականները,
իմ տեսած ամենապարսաշճան զինվորականից մինչև շարքային զինվորը պատշաճ պատերազմել են։ Եթե պետք էր ավելին անել, ուրեմն պետք է գտնվեր մեկը, ով այդ ավելին անելու ձևը ցույց տար այդ մարդկանց։ Ինչքան կարող էին ու կարողացածից ավելին նրանք պատերազմեցին։ Այդ պատերազմից հետո վերլուծությունները լրիվ այլ են այդ օրերի հետ կապված։ Ես կարծում եմ, որ երևի նաև կարող սխալվում եմ, բայց ես կարծում եմ, որ այս ամբողջը զուտ պատահական սխալներ չէր, որովհետև սխալները իրանք մեթոդական չեն լինում, տրամաբանական հաջորդականություն չեն լինում։ Հա, հետո սխալական մարդը մեկ-մեկ ճիշտ բաներ էլ անում, օրինակ։ Իսկ երբ տեսնում ես, որ այս ավերը, այս աղետը ինչ կատարվավ, դա հետևողական սխալների հաջորդականություն է, տրամաբանական շղթա է սխալների, դա արդեն պլանավորման կամ դիտավորության կասկածա մեջ առաջանում։ Հետո մեր մասնագիտությունը ունենց է, որ մեր պատասխանատվության ոլորտում մեզնից անկախ լինում են կորուստներ, չէ՞։ Ցավոք մահեր ենք ունենում, անգամ մեր կամքին բնականաբար հակառակ, մեզնից անկախ, երբ որ մահը լինում, դա չպատճառաբանված մեղքի զգացում առաջացնում մեր մոտ, անհաղթարելի մեղքի զգացում։ Այն մարդիկ, ում պատասխանատվության դաշտում էր այս ամեն ինչը, մեկ չի, երկու չի, հազարավոր մարդկանց կյանքեր, այդ աննկարագրելի, աներևակայելի կորուստ։ Դա պետք է անհաղթարելի մեղքի զգացում առաջացներ adekvat մարդու մոտ։ Եթե իր ցանկությամբ, իր պլանավորմամբ չի այդ ամեն ինչը։ Ոչ թե հպարտություն, ինքնավստահություն։ Այդ երկու դրվագի պատճառով է, որ ես կարծում եմ, որ այս հարցը շատ ավելի խորն է ու շատ ավելի շերտեր ունի, որը պետքա պատմությունը բացահայտի։ Ես օրինակ պատմեմ, այդ տեխնիկների առանձնահատկությունը, այդ բանը ինչ է, ես չեմ շնորհակալ, որ այդ զորամասում եմ ծառայել ու պատերազմի օրերին, որովհետև հնարավորություն եմ ունեցել հերոս մարդկանց կողքին լինելու այդ օրերին։ Զորամասի համար այնքան Կարեն Ջալավյանի հրամանատարության ներքո այնքան զորամասի համար չկար օրակարգը պատերազմը տալու, այսինքն պատերազմը պարտվելու, որ անգամ երբ որ խնդիր առաջացավ, դրվագներից մեկն եմ պատմում, բազմաթիվ դրվագներ կան, որ խնդիր առաջացավ իրավիճակային մի քանի դիրք հետ առաջ անելու, այսինքն ըստ էության նահանջի չէ, վերադիրքավորվելու խնդիր առաջացավ։ Վարդանյան Արմենը մեր զամպացեխ է այն ժամանակ փոխգնդապետ էր, հիմա թոշակի անցել։ Իմ լավ ընկերը, ավագ ընկերը։ Ես տեսել եմ այդ դրվագը, ոնց է ձեռքը խփել սեղանին, ասել, եթե մեռնում ենք այստեղ։ Հասկանում եք, դրանից հետո ինքը արցախցի է։ Դրանից հետո ասել, որ Վարդանյան Արմենը չի կռվել, կամ մեկ այլ արցախցի, կամ մեկ այլ հայաստանցի, որ ծառայության մեջ է եղել ու այդ ամեն ինչի մեջ է եղել։ Չէ, զորամասը նման օրակարգ չի ունեցել։ Իսկ որտեղ էր տեղակայված բուժկետը։ Պատերազմի ժամանակ բուժկետը տեղափոխեցինք, մենք մոտեցրեցինք առաջնագծին։ Շատ ուշ էինք հասնում վիրավորներին, առաջի վիրավորից հասկացանք, որ չի լինի։ Ու բուժկետը որոշում կայացրեցինք մոտեցնել առաջնագծին, ու բուժկետը ծավալեցինք առաջնագծից մի 500 մետր հեռավորության վրա Եղակերի վանքներ եկեղեցին, ծավալեցինք եկեղեցում բուժկետը։ Իսկ պատերազմի օրերին ու պատերազմից հետո գնդի բուժկետը ծավալված է եղել այդ վայրում։ Վիրավորների գրեթե բոլորը մի հատ մտնում եկեղեցին, որ դուրս էին գալիս, դե մեր գնդերեցն էր մեր հետ, Հայր Մաղաքյան, այն ժամանակ Մկրտիչ Սարգսակն էինք, ցեղնադրությունից հետո Հայր Մաղաքյան, մեր հետ էր ստացվում, որ գալիս էին եկեղեցի հոգևորականի ներկայությամբ, հոգևորականի աջակցությամբ այդ օգնությունը ստանում էին ու նոր տեղափոխվում էին հաջորդ օղակներ։ Իսկ ամենածանր օրը կհիշեք պատերազմի։ Այլ ամենածանր օրը դա նոյեմբերի 9-ն է։ Դրանից ավելի ծանր օր չի կարող լինել։ Այդ դատարկության օրն է։ Այդ
անչափելի դատարկության օրն է, եթե հնարավոր լիներ այդ դատարկության ծավալը ցույց տալ, թե ինչ ծավալի դատարկություն ա մեր ներսում, հնարավոր չէ լինի։ Իսկ 44 օրերին ռազմաճակատում տեղի ունեցածը մեկ բառով։ Գոյա պայքար։ Ուրիշ բառ չէ, գոյա պայքար։ Որտեվ բոլորը հասկանում են, որ գոյութենական խնդիրը դրած ու լիարժեք այդ պայքարի մեջ էին, պատերազմի մեջ էին։ Դա մեր այդ գիծն էր, մեր գոյապայքարի գիծն էր, առաջնագիծը։ Հետո շատ բաներ փոխվեցին, շատ բաներ փոխվեցին։ Ես չգիտեմ առաջնագծից հետ ինչքան հետ էր, որ այդ բովանդակությունը փոխում էր պատերազմը, բայց առաջնագծի վրա պատերազմի բովանդակությունը հետ էր, գոյության կռիվ էր։ Ու այդ Ինքն է կար, ես մեր երեխեքի հետ էլ, զինվորների հետ պատերազմի այդ սկզբի օրերին զրուցեցի, ես միտքը ասել եմ, միշտ ասել եմ, որ մեր պատերազմը ցանկացած առաջնագծի ցանկացած տեղակայման դեպքում ընդհատվելու է, ոչ թե ավարտվելու է, եթե այդ առաջնագիծը չլինի քուր կետը։ Ու տենց է։ Հիմա էլ եք այդպես մտածում։ Հիմա առավել քան տենց եմ մտածում։ Առավել քան։ Հիմա պատերազմի մեջ չենք, հիմա գոյության կռիվ չի։ Հիմա էլ ենք գոյության կռիվի մեջ ենք։ Հա, հակազդեցությունը քչացել է, բայց դրանից մեր գոյութենական վտանգները, գոյության վտանգները չփոխվեցին։ Հա, չենք հակազդում։ Մեզ մի քիչ պայքար է պակասում։ Մի առիթով նաև այս մասին եք խոսել։ Մի քիչ թե Չէ, հենց մի քիչ։ Որովհետև եթե մեկ անձ իր վրա վերցնում է պայքարի ավելի մեծ բաժին, քան ունակա տանելու, կենացի ավերածվում դա։ Նկատել եք, մենք մեր կենացների մեջ շատ ավելի մեծ մասշտաբի բաներից ենք խոսում, այդ բանը չունենք կալիբր ասած, այսինքն մենք մեր կալիբրից ավելի մեծ բաներից ենք խոսում, բայց իրականում ստացվելու համար այ մի քիչ պայքար է պետք յուրաքանչյուրիս կողմից, յուրաքանչյուրիս հոգում է պետք մի քիչ, գումարային մի բան ստացվի։ Հիմա ասեմ ինչ եմ անելու, գնալու եմ Շուշին ազատագրեմ, այդ ասելուց հետո առնվազն պիտի մի բաժակ խմենք ու վերջ։ Իսկ ավելի լուրջ բաներ կարելի անել, փոքր քայլեր, փոքր, բայց պայքարի համատեքստում քայլեր, առնվազն հակազդել, առնվազն ինքներս մեզ հակազդենք, թույլ չտանք, որ մեր ինքնության դաշտից դուրս գանք։ Այսինքն մենք մեր ինքնությունը սկսել ենք չգիտակցել, մենք մեր ինքնությունը, ու չգիտակցել չէ, չզգալ, գիտակցել sense տնես չենք զգում, մենք մեր ինքնությունը սկսել ենք չզգալ։ Այդ նույնը ոնց որ մարդ իր ողնաշարը չզգա։ Հա, չենք տեսնում, չէ՞ մեր ողնաշարը, բայց ու գիտենք կազգում ենք, մանավանդ որ ցավում է մի քիչ։ Իսկա քո ինքնությունը խփեն ու դու չզգաս, որ ունես այդ ինքնությունը։ Այդ ինքնությունը զգալ ու թույլ չտալ, որ խփեն այդ ինքնությունը առնվազն։ Հաջորդ քայլով ստեղծել միջավայր, որտեղ զավակներ կունենանք, որտեղ այդ զավակները կդաստիարակվեն այդ ինքնությամբ, բացի բարեկեցությունացի կուշտ փորով հաց ուտելուց ուրիշ բովանդակություն էլ ունի, չէ՞, պետությունը։ Արցախն էլ չուներ Արցախ ուրիշ բովանդակություն։ Բաներ, պատնեշ էր Հայաստանի անվտանգության համար, հասկացան, դա քաղաքական բանը մոտեցումն է հարցի։ Արցախը բացի պատնեշ լինելուց, բացի 100,000-ավոր մարդկանց ապրելու միջավայր լինելուց զուտ բան իմաստով, կենցաղի իմաստով, ուրիշ բովանդակություն չուներ։ Ոնց որ անեն ձեռքդ կտրեն, ասես ոչ մի բան չի եղել։ Հա մարդիկ առանց ձեռքի կարողանում են ապրել, ով ասես չնա, ապրում են։ Ինտեգրվում են, հասարակության մեջ ապրում են։ Բայց նույնն է, ինչ երկու ձեռք ունենա մարդ։ Կարելի ասել, որ հա Արցախը կորցրեցինք, դե հիմի դե թող գոնե ուժեղ Հայաստան ունենանք։
բայց նույնը չի այդ Հայաստանը։ Մենք նույնը չենք։ Մանավանդ որ մի քանի անգամ արդեն անդամահատված ենք։ Միակ այդ մի ձեռքը չի։ Մենք արևմուտք ունենք մեր հայրենիքից մասեր կտրված, էլ մյուս ուղղությունները չասեմ։ Արցախը կորցրինք, որովհետև Ես կարծում եմ, որ Արցախը մենք ավելի շուտ կորցրեցինք, քան բունես գործողություններ եղավ։ Փաստացի կորցրեցինք, որովհետև արդեն մեր հոգում կորցրել էինք, ուղղակի փաստը արձանագրվեց։ Հակառակ պարագայում մեր հակազդեցությունը երևույթներին կրներ պատշաճ։ Որովհետև պարզվեց, որ միայն պատերազմելով հնարավոր չի Արցախը պահել, եթե դու որոշել ես քո հասարակության բոլոր շերտերում մեծապես որոշել ես, որ պետքա տաս։ Իսկ այդ որոշումը որ պահից սկսած կայացվեց։ Ինչն էր, որ այլ կերպ ընթացք ստացավ, որ մենք մեր հոգում կորցրեցինք Արցախը, վերջում էլ փաստացի։ Չեմ կարող ասել։ Շատ կուզենայի այդ հարցի պատասխանը, իրական պատասխանը։ Զուտ պատասխան ունենալու համար չի, իրական պատասխանը իմանայի։ Հենց այդ իրական պատասխանից է կախված թե ոնց անենք, որ արագ շտկենք իրավիճակը, ինչ փոխենք մեր մեջ։ Հենրիկ, իսկ ինչ տեղի ունեցավ պատերազմից հետո, ինչ արեցիք, երբ արդեն ավարտվեց պատերազմը։ Պատերազմից հետո շարունակեցի ծառայությունս, եւս մի տարի շարունակեցի իմ ծառայությունը, բայց մեր զորամասը գնդից վերափոխվեց գումարտակի, այսինքն բանակի վերակազմավորման process էր, եւ տեղափոխվեցի Մարտակերտի բրիգադ, այնուհետև Սրխավեն Տրմբոնի բրիգադ, Պուշկետի պետ։ Պատերազմից հետո մենք փորձում էինք այդ ավերը պատերազմի թողած շտկենք, բայց հույս ունեինք, որ այդ մեր շտկելը հետագա հաղթանակների համար է։ Հետո պարզվեց, որ չէ, ուղղակի կազմալուծման process էր, բանակի եւ ոչ թե վերակառուցման process էր։ Զորացրվելուց հետո վերադարձա, արդեն երկրորդ մասնագիտացումը ձեռք բերելու, ընդհանուր վիրաբուժություն։ Այդ ընթացք պատերազմից հետո մենք մի քանի անգամ, երկու անգամ տոնային բժշկական կենտրոնի անձնակազմով հնարավորություն ունեցանք Արցախում հիվանդների բժշկական առաքելությամբ Արցախում լինելու, երկու անգամ կարողացանք գնայինք։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ բավական արդյունավետ օրեր ունեցանք Արցախում։ Երրորդ անգամ գնալու կազմակերպական հարցերը լուծված էին, արդեն պացիենտները, հիվանդները հերթագրված էին, բայց արդեն Արցախի շրջափակումը սկսվեց ու չկարողացանք երրորդ անգամ էլ գնայինք։ Պատերազմից հետո առաջի բանը, որ մտածեցի, դա նա, որ պետքա այս սառը փուլում պատերազմի մենք հակազդենք, այսինքն մեր վրեժի այդ կոմպոնենտը պետքա իրականություն լինի, իսկ սառը փուլում հակազդեցությունը լինում է գաղափարական, բարոյական դաշտում, մեր ինքնության պահելու դաշտում։ Ու որոշեցի ու հարազատներս էլ դեմ չեղան, շատ ոգևորությամբ այդ միտքը ընդունեցին, եղբորս երեխեքին, իրանք Ռուսաստանում են ապրում, եկան ու եղբորս երեխեքի մկրտությունը արեցինք մեր մոտ եղնիկներում, բարձրացանք երրորդ ամենահեռու գումարտակը ու ապատ վանքում կնունքը արեցինք, նապատը առաջնագծի մի քանի մետր էլի, մի 50 մետր է մեր տիխից, մի 50 մետր է։ Ուզեցի, որ երեխեքը իրենց
հայրենիքի սահմանները գիտակցեն։ Ուզեցի, որ այդ Արցախը հանձնելու հանգամանք այդ ներքին հրաժարումը չլինի իրանց մոտ։ Ուզեցի, որ կապված լինեն մեր սահմանների հետ, իսկ մեր հայրենիքի իրական սահմանները գիտակցեն, հասկանան, որ այդ եկեղեցու սկյուլիստը բան երևում է։ Սա հենց Արցախից այն քաղցր հուշերն են, այո, թե էլի կան։ Երևի ամենաքաղցր հուշերը դրանք են, այդ ոգեղեն պահերն են։ Ես ամեն անգամ այդ դրվագը հիշելով մխիթարություն եմ ստանում։ Դրանից քաղցր հրաշալի օրեր ենք ապրել, բայց այդքան քաղցր չեն, որտեղ այդ օրերը մխիթարություն չեն տալի, այդ օրերը հակառակը կարոտի զգացում են առաջացնում։ Որ նստում էինք բուժկետի դիմաց, դեն սովորություն ունեի, դա ավանդույթ էր, ամեն երեկո նստում էի բուժկետի դիմաց, թե էի խմում, պարկած հիվանդների հետ մեր թե էինք խմում, զրուցում էինք։ Տարբեր հարցերի շուրջ զրուցում էինք երեխեքի հետ։ Բուժկետի դիմաց Վարանգաթաղի բարձունքն է։ Տեսին ժամանակ իրականում չգիտեի այդ սարերը ոնց է կոչվում, Վարանգաթաղն է, Վարանգաթաղը չի։ Ասում էի իմ սարերը տենց անունը մնացել է, ասում են Հենոյի սարերն է։ Ամեն օր նստում նայում էի այդ սարերին ու ամեն օր այդ սարերը տարբեր էին։ Իմ ամենա սիրելի բանն էր այդ սարերին նայելով թե խմել ու մտածել, քննարկել եւ այլն։ Այդ դրվագը շատ եմ կարոտում։ Ոչ որովհետեւ այդ դրվագը միշտ պոզիտիվ էր, չէ։ Պրոբլեմների դեպքում էլ նստում էի այդտեղ թե էի խմում ու ես իմ տարդերով նայում էի այդ սարերին։ Շատ պոզիտիվ դրվագ չէր, բայց կարոտում եմ։ Շատ եմ կարոտում։ Դրա կարիքը զգում եմ։ Ոնց որ մարդը իր մի մասը կորցնի։ Ու անընդհատ կարիքը զգա։ Արցախը մեր ազգային կյանքում ֆունկցիա ունի։ Հիմա էլ այն ժամանակ այդ ֆունկցիայի մեջ էր, այդ ֆունկցիան իրականացնում էր։ Հիմա այդ ֆունկցիան պակաս է։ Ով ասում է այդ ֆունկցիան չկա, այդ ուղղակի ինքը չի գիտակցում ինքնախապեյությամբ զբաղված։ Իսկ ինչպես փոխեց պատերազմը ձեր վերաբերմունքը մասնագիտության, հայրենիքի եւ ընդհանրապես կյանքի նկատմամբ։ Սկսել եմ ավելի շատ սիրել։ Եվ հայրենիքս եմ սկսել ավելի շատ սիրել։ Կորցնելուց հետո, մի մասը կորցնելուց հետո ավելի նոր շերտեր ես բացահայտում այս կյանքի։ Ես մասնագիտությունս եմ ավելի շատ սկսել սիրել։ Ամեն ինչ սկսել եմ ավելի շատ սիրել։ Ես մտածում էի, որ պատերազմից հետո ավելի շատ ատելու եմ լիքը բաներ, բայց չէ, ավելի շատ եմ սկսել սիրել։ Հիասթափություն չկա։ Ափսոսանք կա, ցավ։ Բայց հիասթափությունը մի քիչ ուրիշ է։ Հիասթափությունը այն դեպքում է, երբ որ ես երևույթներից ու անձանցից իմ սպասելիքը չստանայի։ Բայց բոլոր անձիկ ու երևույթները, որոնցից ես սպասելիք եմ ունեցել, լիարժեք արդարացել։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ, ես դրա մեջ չեմ ուզում ասեմ մեղադրում եմ, այլ մեղադրում եմ այն մարդկանց, որոնցից ես ավելին չէի էլ սպասում։ Ափսոսանք կա, հա։ Ափսոսանք կա։ Հիասթափություն չէ։ Վերջին տարիներին մեր ժողովրդի միջից հայրենիք ունենալու բեռը դուրս եկավ։ Ինչպես վերագտնենք մեզ եւ ձեր խոսքով մեզ վրա կրկին վերցնենք այդ բեռը։ Տեսեք, այդ մարդու ինքնությունից բխող բան է, հայրենատիրության զգացումը, հայրենիքի ընկալումը։ Իմ մանկության տանը, որտեղ մեծացել եմ, մի հատ խնձորենի կար, ասես ոլորված խնձորենի կար։ Ես այդ խնձորը հիշում եմ։ Շուրջս այդ խնձորից կերած մարդկանցից շատ եզակի մարդիկ են մնաց։ Հիմա երևի այդ ծառն էլ չկա։ Բայց այդ խնձորի մի հատ ծառը իմ համար հայրենիքացել է։ Իմ հայրենիքի մեջ մի հատ փոքրիկ բաղկացուցիչ է։
չեմ էլ հիշում, լավն է, վատն էր այդ խնձորը, կապ չունի, իմ մոտ էմոցիաներ է առաջացնում, իմ մոտ ապրումներ է առաջացնում։ Ես կարող եմ ասել, որ դա ընդամենը ծառեր, չէ, ինչ է այդ խնձորը, փառք Աստծո։ Կարամ հիմա ամենալավ խնձորը առնեմ ուտեմ։ Երբ որ հայրենիքի ընկալումը դառնում է նյութական, դու սկսում ես համեմատել լավ ու վատ խնձորը, ոչ թե համեմատել քո մանկության այդ ոլորված խնձորն ու խնձորը ու հիմա շուկայում վաճառվող խնձորը։ Կորում է ամեն ինչ։ Իսկ նյութից պետք է դեպի հոգևոր կյանք։ Մեր ինքնությունը գտնելու ճանապարհը այդ ոնց որ ողնաշար ունենալու օրինակը բերեցի, չէ՞, որ չի տեսնում իր ողնաշարը։ Միայն հետազոտություններով, չէ՞։ Մարդու ինքնությունը բացահայտող հետազոտություններն էլ դա մշակույթն է, հոգևոր կյանքն է, մեր եկեղեցին է եւ այլն։ Այսինքն մենք ունենք ճանապարհ մեր ինքնությունը գտնելու։ Եթե այդ ճանապարհով կգտնենք մեր ինքնությունը, նաեւ այդ ապրումները կունենանք մեր հայրենիքի առանձին դրվագների նկատմամբ։ Ունեցանք այդ ապրումները, ուզենք թե չուզենք ցանկությունն ենք ունենալու այդ բեռը մեր վրա վերցնելու։ Վերցրեցինք այդ բեռը մեր վրա, ուրեմն նաև կվերադարձնենք, կունենանք այդ հայրենիքը։ Հիմա շղթան ինչ-որ մի փուլում կտրվել է, տարբեր մարդկանց մոտ տարբեր փուլերում է կտրվել։ Մեկը իր ինքնությունը մերժում է։ Ինքնըստինքյան այդ ապրումները չի ունենում, բեռը չի վերցնում իր վրա, ու ինքը այդ հայրենիքն էլ չունի։ Մյուսը մի այլ օղակում է բանվել։ Այդպես խախտվում է։ Խախտվել, շղթան ինչ-որ միտեղ խախտվում է։ Այսօր Բայց ոնց անենք, որ այս շղթան բոլորի մոտ աշխատի, այդ մանածևը չգիտեք, չկա։ Առաջ մարդու ներսում կատարվող գործընթացը, չէ՞։ Ոնց մտնես յուրաքանչյուրի հոգու խորքում բան փոխես։ Հիմա ես ինչքան էլ պատմեմ ձեզ այդ խնձորի պատմությունը մեր բակի, դուք նույն ապրումները չեք ունենա այդ խնձորի նկատմամբ։ Այսօր բոլորս հիվանդ ենք հայրենազրկմամբ, պանդխտության ցավով, որի միակ բուժումը հայրենատիրությունն է։ Այդ դեղատոմսի մեջ գրված է վերադարձ։ Ձեր խոսքերը մեջ բերեցի։ Այդ հիվանդությունը բուժելի է, վերադարձ լինելու է։ Ցանկացած հիվանդություն երկու ելք ունի։ Կամ բուժվում է, կամ հիվանդը մահանում է։ Միշտ պետք է հուսալ, որ այդ հիվանդությունը բուժելի է։ Այլընտրանքը ինչ է, պետք է ոչնչանանք։ Երևի թա մենք լավ ազգ ենք, բայց չոչնչանալու չափ լավը չենք։ Մենք պիտի այս աշխարհին լայն իմաստով, աշխարհի մարդկանց չէ, հա։ Այս աշխարհին պետք է ապացուցենք, որ մենք չոչնչանալու չափ լավն ենք։ Հակառակ բարակայում կոչնչանանք։ Հիվանդ ենք, հա, երկու ելք կա, կամ կոչնչանանք, կամ չէ։ Ես հավատում եմ, որ բուժելի է։ Ու այդ վերադարձը ոչ միայն ֆիզիկական վերադարձն է մեր հայրենիք։ Դե հայրենիք մարդիկ կան ֆիզիկապես ներկա են եղել։ Իսկ մարդիկ կան չեն էլ եղել այդ հայրենիքում, հայրենի տարածքներում երբևէ։ Իսկ այդ հայրենիքը հոգում է պետք ունենալ։ Վերադարձը է դա։ Մեր հոգով, մեր մտքով, մեր ապրումներով վերադառնանք մեր հայրենիք։ Նաև այդ տարածքային խնդիրները կլուծվի։ Ես հավատում եմ, որ տենց է։